Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, մայրենիից այսօր մենք անցնելու ենք իմ հայրենիքը բանաստեղծությունը։ Այս դասին դու կկարդաս քո հասակակիցների մտքերը հայրենիքի մասին, կճանաչես քո հայրենիքը նկարներով, կպատմես, թե ինչ է հայրենիքը քեզ համար, կհայտնվես Անահիտի երազում։ Այժմ կարդանք Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունը։ Այ քեզ բան, ուր նայում եմ, հայրենիք է։ Եթե նկատեք, բոլոր տողերում բաց թողած բառ կա։ Պետք է գուշակեք խոսքը որ բառի մասին է, քանի որ այստեղ ասում է հեղինակը. Կաշտա քառատողը գուշակիր միակ կրկնվող բառը։ Աջ եմ նայում, հայրենիք է։ Ձախ եմ նայում, հայրենիք է։ Մոտ եմ նայում, հայրենիք է։ Հեռուներում, հայրենիք է։ Խոսքերը գրել է Հրաչյա Մատեոսյանը, իսկ մենք հետագայում կկարդանք նաև Սուրեն Մուրադյանի հայրենիք բանաստեղծությունը։ Կատարում ենք առաջադրանք 1-ը, այստեղ մեր հայրենիքը պատկերող նկարներ են։ Պետք է ընտրեք ձեզ համար հարազատ մի քանի նկար ու ստեղծեք հայրենիքի ձեր անկյունը։ Հետո ավելացնեք ևս մի քանի նկար եւ ստեղծեք հայրենիքը նկարներում ձեր գրքույկը։ Սա կարելի է գործնական աշխատանքի նման կատարել երեխաներ։ Առաջին նկարում պատկերված է ընտանիք։ Մյուս նկարում ընկերներ, հետո դպրոց։ Կարող եք ընդհանրացնել, ինչ ընդհանուր բան կա ընկերների, ընտանիքի եւ դպրոցի միջև։ Այո, բոլորը մեր հայրենիքն են, եւ մեր ընտանիքը, եւ մեր ընկերները, եւ մեր դպրոցը, մեր դասարանը, այս ամենը հայրենիք է, ինչպես նաեւ հետեւյալ վայրերը, որոնք գտնվում են Հայաստանում։ Առաջինը նայում ենք մայրաքաղաք Երևանն է եւ Երևանի Հանրապետության հրապարակը։ Այս հրապարակը այսպես է կոչվում երեխաներ, եւ Հանրապետության բառը գրվում է մեծատառով, քանի որ հրապարակի անունն է։ Սա Բյուրականի աստղադիտարանն է, ինչու Բյուրականի, որովհետև գտնվում է Բյուրականում։ Աստղադիտարանում բազմաթիվ հսկայական սարքերի միջոցով մենք կարող ենք դիտել աստղերին։ Այդ սարքերը կոչվում են աստղադիտակներ։ Բյուրականի աստղադիտարանը ստեղծել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։ Այս շենքը Մատենադարանի շենքն է, որտեղ պահվում են հին ձեռագիր մատյանները երեխաներ։ Ճանաչեցիք Հայկ Նահապետին, մեր ապուպապին, մեր նախահորը, որը սպանել էր Բելին եւ մեր հայրենիքը ազատագրել։ Սասունցի Դավիթը, որը կռվել էր Մսրամելիքի դեմ։ Մեծրոք Մաշտոցը, ով ստեղծել էր հայոց անմա զորքը, Մեսրոպյան տառերը, որոնց միջոցով մենք մինչև այսօր հայ ենք։ Էջմիածնի մայր տաճարն է երեխաներ, մեր քրիստոնեության ամենաառաջին տաճարը։ Էրեբունի Բեժտաքաղաքն է, Արգիշտի թագավորը հիմնել էր Էրեբունի քաղաքը, որը հետագայում դարձել է Երևանը, մեր մայրաքաղաք Երևանը։ Գառնիի հետանոց տաճարն է, որը գտնվում է Գառնու ծովում, եւ տաճարը կազմված է 24 սյուներից, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը։ Սպիտակափառ Արարատն է, որը կազմված է մեծ եւ փոքր մասիսներից։ Քառակագաթ Արագազն է։ Միշտ պատված է ձյունով եւ Սևանա լիճն է, Հայաստանի գեղեցկուհին։ Այժմ շուռ ենք տալիս եւ նայում հաջորդ էջի առաջադրանքներին։ Կարդում ենք իմ հայրենիքը դասը։ Կարող ենք հարցնել երեխաներին պատմել նկարը, լսում ենք երեխաների կարծիքները, հետո ասում ենք, որ հետին պլանում նկարված է Մարտիրոս Սարյանի Հայաստան բնանկարը երեխաներ։ Իսկ դիմացը երեխաներ են խաղում, ընկերներ են, դպրոց է, դասընկերներ, հասկանում ենք, որ հայրենիքի մեջ մտնում է ինչպես հողը, տարածքը, քաղաքը, գյուղը, սարերը, լեռները, այնպես էլ դպրոցն ու ընկերները, ընտանիքն ու ծնողները, այս բոլորը հայրենիք են։ Իմ հայրենիքը։ Իմ հայրենիքն իմ մայրիկն է, իմ տունն է ու իմ հայրիկն է, իմ փողոցն է, իմ դպրոցն է, իմ բակն է, իմ ծաղկանոցն է, իմ հայրենիքն իմ տատիկն է, հեքիաթ ասած իմ պապիկն է, իմ աշճուկն է, իմ ջութակն է, իմ փայտեցին իմ թութակն է, իմ հայրենիքն իմ սահնակն է, իմ խաղընկեր Ժիր Սահակն է,
երկինք հասնող բարդի ծառն է, միշտ ձյունապատ Մասիս սարն է։ Իմ հայրենիքն իմ Սևանն է, Զվարթնոցն ու Երևանն է, հեքիաթներն են Թումանյանի, հրաշքները Հայաստանի։ Շատ գեղեցիկ բանաստեղծություն է, կարող եք 1-2 դաս հետո սովորել անգիր։ Զվարթնոց բարի բացատրություն է երեխաներ, տեսնում եք Զվարթնոցի տաճարն է եղել, որը գտնվում է Երևանից դեպի օդանավակայան գնացող ճանապարհին, եւ օդանավակայանը նրա պատվին կոչվում է Զվարթնոց։ Զվարթուն նշանակում է արթուն, հսկող, ուշադիր։ Այժմ հարցերով վերլուծենք բանաստեղծությունը։ Ըստ բանաստեղծության, ինչ է հայրենիքը։ Հայրենիքը ըստ բանաստեղծի մայրիկն է, տունն է, հայրիկը, փողոցը, դպրոցը, բակը, ծաղկանոցը, տատիկը, հեքիաթասաց պապիկը, արջուկը, ջութակը, փայտեցին, թութակը, այն ամենը, ինչը երեխային թանկ է ու հարազատ։ Իմ հայրենիքն իմ սահնակն է, իմ խաղընկեր ժիշ Սահակն է, երկինք հասնող բարդի ծառն է, միշտ ձյունապատ Մասիս սարն է։ Իմ հայրենիքն իմ Սևանն է, Զվարթնոցն ու Երևանն է, հեքիաթներն են Թումանյանի, հրաշքները Հայաստանի։ Ամեն մի բառը հայրենիք է երեխաներ։ Հայրենիքի մասին բանաստեղծական մտքերից, որը գիտեիր։ Մասիս սարը, Սևանը, Զվարթնոցը հաճախ հանդիպել ենք, որ մեր հայրենիքն է։ Հիմա պետք է իմանանք, թե հայրենիքից քեզ որը զարմացրեց, որ հայրենիք է նաև արջուկը և սահնակը, ընկերը, այո, բոլորը հայրենիք են, քանի որ թանկ են, հարազատն են ու միակն են։ Ամենաշատը երեխաները իրենց կարծիքը կասեն, թե ինչը շատ սիրեցին և իրենց կարծիքով ուրիշ ինչը կարող է հայրենիք լինել։ Հետո առաջադրանքները մենք կկատարենք զուգահեռներ անցկացնելով տետրի աշխատանքների հետ։ Առաջին առաջադրանքով մենք աչքի առաջ պատուհանիկի բառերն ենք գրում պարտադիր բառացանկում և սովորում արջուկ, Սևան, խաղընկեր, խաղ և ընկեր։ Տեսեք բառամիջում է գրվում, որովհետև առանձին արմատի, առանձին բառի սկզբնատառը։ Սևան լսում ենք ևը գրում ենք և հատուկ անունները գրում ենք մեծատառով։ Եվ արջուկ լսում ենք չ, բայց գրում ենք չ, չենք ասում արջուկ։ Անցնենք երկրորդ առաջադրանքին։ Կարդաք գրքից, թե ինչ է գրում քո հասակակից Աստղիկը հայրենիքի մասին։ Դու էլ գրիր, թե ինչ է հայրենիքը քեզ համար։ Ես գրքից կկարդամ Աստղիկի նամակը և դուրս կգրենք անհրաժեշտ բառերը։ Բարև, ես Աստղիկն եմ, ապրում եմ գյուղում։ Ինձ համար հայրենիքը իմ սիրելի ընտանիքն է, իմ ընկերներն են, իմ գյուղն է։ Նաև ասեմ, որ շատ եմ սիրում մեր կենդանիներին։ Շանը, կատվին, գառնուկներին։ Տեսնես դրանք մտնում են հայրենիքի մեջ։ Ես շատ կուզեի, որ այդպես լիներ։ Իհարկե երեխաներ, մենք կրկնեցինք ու ասացինք, որ այն ամենը, ինչը մեզ համար թանկ է ու հարազատ, դա մեր հայրենիքը կարող է համարվել, որովհետև հայրենիքն էլ թանկ է, հարազատ է և միակն է։ Հիմա դուրս գրենք և երեխաների հետ խոսելուց հետո դուք կարող եք նաև նրանց տարբերակները գրել։ Ես այսպիսի տարբերակներ եմ գրել, որ ինձ համար հայրենիքը իմ Հայաստանն է, իմ հայրենի քաղաքն է, ընտանիքս է, դպրոցն ու իմ դասարանն է, ինձ համար հայրենիքը սրբություն է և իմաստություն։ Մենք նաև նայում ենք մեր դասագրքի 86-րդ առաջադրանքին և համեմատականներ անցկացնում, երեխաները կարող են օգտվել նաև ինչ է հայրենիքը քո հասակակիցների աչքերով։ Կարդանք և իմանանք։ Այստեղ մանրամասը երեխաները կկարդան, սրանք իրենց հասակակից երեխաների մտքերից են դուրս գրված և առանձնացված, թե յուրաքանչյուր երեխան բացատրել է, թե ինչ կարող է լինել իր համար հայրենիքը։ Կարող եք նմանատիպել դուք ստեղծել ձեր դասարանի երեխաներով, թե ձեզանից յուրաքանչյուրի համար ինչ է հայրենիքը։ Առաջադրանք 3-ը ըստ բանաստեղծության ինչպիսին էր պապիկը։ Հիշենք, հեքիաթասաց էր պապիկը։ Ինչպիսին էր Մասիս սարը, ձյունապատ էր Մասիս սարը և գրենք ստացված բառակապակցությունները։ Հեքիաթասաց պապիկ, ձյունապատ Մասիս սար։ Այժմ այդ գրած բառակապակցությունները գործածենք նախադասության մեջ։ Իմ հեքիաթասաց պապիկը պատմում է ձյունապատ Մասիս սարի մասին։ Առաջադրանք 4-ը և 5-ը երեխաները ինքնուրույն պիտի կատարեն, ես այստեղ ոչ մի բան չեմ գրել, քանի որ սա խիստ անհատական է։
Հարցրու ընտանիքի անդամներին, թե ինչ է հայրենիքը նրանց համար։ Երեխաները գրի են առնում ձեր մտքերը։ Պապիկի համար ինչ է հայրենիքը, տատիկի համար, հայրիկի համար, մայրիկի համար, քրոջ ու եղբոր համար եւ դուրս է գրում։ Հետո արտագրում եք Անահիտի երազը։ Այստեղ գեղեցիկ պիտի արտագրվի պատմությունը, Անահիտի երազը, իսկ ամենավերջում պետք է դուրս գրվի տեքստից անձ եւ իր ցույց տվող բառերը, լրացնել աղյուսակի համապատասխան հարցերի տակ. ով, ովքեր, ինչ, ինչեր։ Անահիտի երազը դասից դուրս ենք գրել բառերը, ես հիմա կկարտամ եւ կնշեմ ինչ ենք դուրս գրել եւ գրում ենք համապատասխան սյունակում։ Արտերկրից եկած ընկերուհուս հետ այցելեցի գազանանոց։ Ով, ընկերուհի, ովքեր, այցելուներ, ինչ, արտերկիր, ինչեր, ուղտեր։ Այստեղ ես ուղտերը երկու անգամ եմ գրել, կարող եք մեկ անգամ գրել։ Այնտեղ բժիշկ Այբոլիտը բուժում էր հիվանդ կենդանիներին։ Ով, բժիշկ, ինչեր, կենդանիներ։ Վանդակների մոտ շատ երեխաներ կային։ Երեխաներ, վանդակներ, ովքեր երեխաներ, ինչեր, վանդակներ։ Այցելուներն ուզում էին տեսնել, թե ինչպես է Այբոլիտը բուժում գայլին։ Ով, Այբոլիտ, ես չեմ գրել Այբոլիտը, կարող եք ավելացնել, հատուկ անուն է։ Ինչ, գայլ, թե ինչպես է բուժում գայլին Այբոլիտը։ Կապիկի վանդակի մոտ էլ շատ փոքրիկներ էին հավաքվել։ Ինչ, կապիկ, ինչ, վանդակ։ Երեխաներ, փոքրիկներ բառը կարող ենք որպես առարկա ընդունել, անց ցույց տվող առարկա, եւ կարող ենք նաեւ հատկանիշ որպես ընդունել։ Օրինակ, փոքրիկ երեխա, ինչպիսի երեխա, փոքրիկ երեխա, բայց այս փոքրիկը շատ խելացի է, ի նկատի ունի, որ երեխան է խելացի։ Մի փոքրիկ տղա մայրիկի ձեռքը բռնած ուշադիր նայում էր հսկա ուղտերին։ Տղա, ով, տղա, ով, մայրիկ, ինչ, ձեռք։ Նայում էր ինչերին, ուղտերին, ինչեր, ուղտեր։ Առաջադրանք քվեստ ենք կատարում, գրում ենք փոխադրամիջոցների անունները բաժանելով երկու խմբի։ Նայում ենք, տեսնում ենք, որ կա օդային եւ ցամաքային։ Ցամաքայիններից են տրակտորը, բեռնատարը եւ ավտոբուսը, իսկ օդային են հրթիռը, ուղղաթիռը եւ ինքնաթիռը։ Ամենավերջում առաջադրանքի օդը լրացնենք նախադասությունները դասից քաղած իմ պտուղները։ Ես հասկացա, որ հայրենիքը սուրբ է։ Ես բացահայտեցի, որ ընտանիքը նույնպես հայրենիք է։ Ես կհիշեմ բոլոր տեղանունների գրությունը, իմ հայրենիքի տեսարժան վայրերի տեղանունների գրությունը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։